Ես գրանցել ոչ ստորագրել, կընտրելու եք դուք։ Չէ, չեմ տա։ Նախագահ, ուզում եք Իրան ընտրեին, ջնջի ընտրացուցան։ Ես դիմել եմ Տեխնիկական ընտրական հանձնաժողով և հասցություն, որպեսզի ինձ հանեք ընտրացուցակներից։ Ես գալիս եմ իմ անունը գրվածա։ Մենք հանողը չենք։ Մենք անձնագրային Չէ դու կարող եք հաղթում եք Ամեն ես կան ոստիկանական չեք ես ձեզ կալանավորել Հիմարություն եք անում արդեն Ես ես նորոքած Գրանցել եք չի ստորագրել, արձանագրել Տեսեք խնդիրում եք ինչ-որ ցուցակի մասնովի հետ Նայեք ես ես բացատրում, ես չեմ ուզում ճիշտ ասած պատմություն սարքել, բայց այս ընտրությունները, այո, որովհետև այս ընտրությունները բոլորս գիտեք, որ անհատակ կերտվում են ոչ են Խանոս մի արեք, խանոս մի արեք, չի կարել Իսկ դուք արդեն չգիտեմ որ երրորդ անգամ մասնակցում եք այս պետական Խնդրում մի ընդհանրացրեք դուքով ու իրավունքներ իրավունքներ Ես ոչ մի պրոպագանդա չեմ ոչ այոյի, ոչ ոչի, ինչպես է Հասկանալ է, բայց դուք դες բանը մի ասեք Դուք իրավունքներ եք, մենք ոչ պասպորտ սևան ենք, ոչ կառավարություն ենք Մենք ենթակառատ եք ընտրական տեղամասում եք Քիչ արեց վերան, այո։ Ես կարտանագրեն, եկեք ստեղ Մենք անձնագրային Դեպա մեզանից ինչ եք ուզում, մենք ցուցակներով Իսկ դուք շարունակում եք Մենք Մենք ընդհանրապես ցուցակի իրավունք Չդուք էլ իրավունք ունեք ցուցակից հանեք, դա օրենքի խախտումը դա հարձակողության փորձ է։ Սահմանադրությունը ավելի վեր է, քան օրենքը, եւ ես սահմանադրությունը իրավունք ուզում եմ պաշտպանել։ Բայց ո՞րն է մեզ մոտ։ Հա, բաղում որ այս Ո՞ր ցուցակները կազմանում։ Հա, իրենց մոտ էլ եմ ես դիմել։ Ու ես իրոք ես չեմ ցանկանում լինել այդ ընտրական հաջողություն։ Ճիշտ ասած, երբ որ արդեն հանրաքվեի մասին խոսակցությունները գնում էին, ես շատ անորոշ վիճակում էի, մի կողմից իրականում այդ սահմանադրությանը դեմ եմ ու առաջի ռեակցիան այն է, որ գնալ եւ ոչ քվեարկել, եւ երկրորդ կողմից գիտեմ, որ ամեն անգամ ընտրությունները կեղծվում են ու ես չեմ հավատում, վստահություն չունեմ, որ իմ քվեարկածը իրականում տեղ է հասնում։ Ու այդպես դրա համար քննարկելով նաեւ ուրիշ մարդկանց հետ, ում հետ որ էլի այդ կիսում ենք Ոնց որ այդ մտքին հանգեցինք, որ իրականում Հայաստանում այդ սահմանադրության երկրորդ հոդվածը խախտված է նաև այն իմաստով, որ իշխանության ուզուրպացումը, յուրացումը որևէ անձի կամ խմբի կողմից արգելված է, չէ։ Հիմա ստացվում է, որ իրականում Հայաստանում իշխանությունը յուրացված է որոշակի խմբի կողմից, բայց ամեն անգամ ընտրությունների մեխանիզմը օգտագործվում է, որպեսզի լեգիտիմացվի այդ յուրացված իշխանությունը։ Եվ բնականաբար, երբ որ բոլոր ուժերը, վարչական ռեսուրսները գտնվում են այդ մարդկանց ձեռքում, ովքեր յուրացրել են իշխանությունը, հնարավոր չի այսինքն տեսական գրական ցանցը հնարավոր չի դա վերականգնել իրանց նույն խաղի մեթոդներով։ Ու դրա համար մենք ներողություն մենք այտենց 4 ընկերներով համախոհներով այդ որոշման եկանք, որ նամակով դիմենք եւ ասենք, որ մենք չենք ուզում ուղղակի մասնակցել այս միջոցառմանը, որը նաեւ պետական հանցագործություն երևի կարելի անվանել ու մենք ուզում ենք, որ մեզ հանեք ցուցակներից։ Հիմա ես անձամբ այդ նամակը ուղարկելուց հետո պատասխան եմ ստացել կենտրոնական ընտրական հանձնաժողովից, որ դիմումս հասցեագրել են ոստիկանություն, որտեղ իրենք են պատասխանատու։ Ես իրականում նաեւ ուղարկել եմ
ոստիկանություն եւ Վլադիմիր Գասպարյանի անունով եւ բանի անձնագրային բաժնի իմ տվյալ մասի պատասխանատոյի անունով, բայց իրենցից պատասխան չեմ ստացել։ Դրա համար եկա այսօր ընտրատեղամաս ստուգելու համար իմ անունը արդյոք այնտեղ կա թե չէ, եւ անունս կար եւ փորձեցի ջնջել, որովհետեւ ոչ մի վստահություն չունեմ, թե իմ անունի հետ ինչ կկատարվի դրանից հետո։ Նաև իհարկե շատերը հարցնում են, բա ես իմ հնարավոր մեկա ոչ մի բան հնարավոր չի լինի անել, ոնց ամեն դեպքում կկանա հանրակրվեն եւ այլն, ճիշտ ասած գիտեմ ես իհարկե դա գիտակցում եմ, բայց մի տեսակ ինձ համար հիմա արժանապատվության հարց է, որ չեմ ուզում ուղղակի մասնակցել մի գործողության, որը ի սկզբանե վստահ եմ, որ մանիպուլացնելու համար է ինձ ու մնացածներին։ Դրա համար գոնե իմ կողմից այդ քայլը կատարել եմ իմ խղճի հանգստության համար, այսպես ասեմ։